Անցած դարի 70-ական թվականներին Երևանում կատարվել էր մի արտառոց հանցագործություն։ Դա այն նույն տարին էր, երբ կատարվել էր ևս մեկ արտառոց հանցագործություն, թալանել էին Երևանի բանկը։ Երեք ընկեր ցանկացել էին թալանել ջերմոցներ, իրենց ծանոթից վերցրել էին երազ ավտոմեքենա ընդամենը մի քանի ժամով եւ գիշերը ուղևորվել էին դեպի Էջմիածնի ջերմոցները։ Կոտրելով մի քանի ջերմոցների դռներ, ամբողջ մեքենան լցրել էին վարդերով եւ մեխակներով։ Եվ մեքենան գիշերը կայանել էին ինչ-որ միտեղ, որպեսզի առավոտյան բաժանեն ծաղկի ընդունման կետերին։ Բայց տղաներից մեկը հայրը եղել էր միլիցիոներ, եւ տղան գիշերը լսել էր, որ կնոջը ասում է, որ ջերմոցներ են թալանել եւ զգուշացրել են բոլոր ծաղկի կետերին։ Տղան առավոտ ժամը 6-7-ին վեր է կենում եւ գնում է ընկերների մոտ։ Տեսնելով, որ հնարավոր չի ծաղիկները հանձնել ընդունման կետերին, երազ ավտոմեքենան ուղղում են Երևանի տարբեր բուհերի մոտ՝ Պոլիտեխնիկ ինստիտուտ, Գյուղինստիտուտ, Զովետ ինստիտուտ, Համալսարան, եւ ամբողջ ծաղիկները բաժանում են ուսանողներին։ Հետաքրքիր էր նաև այն, որ բազմաթիվ մարդիկ էին տեսել այդ երազ ավտոմեքենան առավոտյան, բայց ոչ մեկ նրա տվյալները չէր հայտնել միլիցիային։